Վերջին շրջանում նկատելի է, որ Ռուսաստանում էլ որոշակի խոսույթ է փոխվել, վերաբերմունքն է այլ, վարչապետի վերջին այցելությունն էլ կարծես թե դրա վկայություններից մեկն էր։ Դուք ինչպես եք գնահատում այս պահին հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչ եք կարծում, մենք այդ դիվերսիֆիկացիայի ճանապարհին ենք, թե դեռ կախվածությունները ամեն դեպքում, այսպես ասեմ, մենք մեծապես այդ կախվածությունները Ռուսաստանից են։ Տեսեք, նախ այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կշիռն է փոխվել։ Սրա մասին շատ քիչ է խոսում մեզանում, բայց Հայաստանի կշիռը անհամեմատ փոխվել է, եթե մենք այս Հայաստանին համատենք մինչ 2020 թվականի Հայաստանի հետ, ինչի ասել է կշիռը փոխվել, հա, դա նշանակում է, որ դու սկսում ես հետաքրքիր դառնալ շատերի համար։ Ինչպես է դառնում հետաքրքիր։ Երբ դու կարողանում ես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել, հա, դիվերսիֆիկացնել քո արտաքին քաղաքականությունը, կարողանում ես նաև դիվերսիֆիկացնել քո անվտանգային քաղաքականությունը, այսինքն քո անմիջական ռազմավարական միջավայր կարողանում ես շատ երկրներ բերել, որտեղ երբ իրենք գալիս են, չէ՞ որ իրենք շահերով են գալիս, հա, եթե այդ շահերը զուգակցվում է քո շահերի հետ, դա արդյունքում ինչ ենք, այդ բանաձևի արդյունքում ինչ ենք ստանում, ամուր, փոխշահավետ համագործակցություն, եւ դու դառնում ես ավելի հետաքրքիր,